Պարոն Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես։ Այսօր վաղ առավոտյան օրը բացվեց, մենք տեսանք հերթական ձերբակալությունը, Ավետիք Չալաբյանին են ձերբակալել, 3 Իշխան Սաղաթելյանի տան ներխուժարկություններ, այս ընթացքում Արմեն Աշոտյանը շարունակում է ապօրինաբար գտնվել կալանքի տակ, շատ ու շատ այսպես մարդիկ, պարոն Թևանյանը, Աշոտ Մինասյանը եւ այս անուններին զուգահեռ քաղաքական հետապնդումները տերորը շարունակում է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ու սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կամ մենք հաղթենք իրանց, կամ իրանք վերջնական են իրանց ասած ջախջախեն մեզ ու Հայաստանը տանեն դեպի վերջնական թրքածում։ Սա է։ Այն որ ժողովրդավարական պետություն ստեղ չկա, դա վաղուց արդեն հայտնի բոլորին։ Սա ժողովրդավարական պետություն չի, սա բռնապետություն է ու գիտեք ինչն է ցավալին։ Եթե բռնապետություն գոնելներ, բայց ազգային մարդկային ծրագրեր ունենար, ես էդ էլ կողջունեի, բայց բռնապետությունն ու պետությունը տանումա դեպի թրքածում, այդ դա շատ վատ։ Պետքա պայքարենք, սրա դեմ պետքա պայքարենք, պետքա այս ընտրություններում մոտ ավելի շատ մարդ դեմ քվեարկեց Նիկոլին, քան Նիկոլին կողմ, ու պրիտոմ այն պարագայում, որ այդ կողմերի մեծ մասը ճնշումների ազդեցության տակ են գնացել իրան ընտրել, այսինքն ուժեղ բռնաճնշումներ է եղել, դա բոլորի համար պարզ է, բոլորից աշկի առաջ է եղել։ Տեսեք, իրանք ասում են ընտրակաշառքներ են բաժանվել, չէ՞։ Այս իրանք սարքում են, խաբում են։ Այդ ինչ էլ եղել է, իրանք են սարքել, որպեսզի ընդդիմության վրա ճնշում գործածեն ու դրանով ընդդիմությանը բռնեն, ձերբակալեն, ընդդիմության դեմը փակեն, ռեպրեսիաներ իրանք արդարացնելու համար այդ ամեն ինչը հայտարարում են։ Հասարակ մի հատ բան, ոնց կարարներ ընտրակաշառք, էլի, ոնց կար, ասենք ընդդիմությունը հո հիմար չի։ Ասենք ղեկավարները, տեսեք, հիմա մեր Արման Սահակյանին բռնել են, ինքը քաղբանտարկյալ է, ես իրան ազատություն եմ մաղթում։ Բռնել են իբր փող բաժանելու համար։ Արման Սահակյանը Գալուս Սահակյանի տղեն է։ Սա կյանքը ինքը ղեկավար պաշտոններում է եղել։ Այս կյանքը 5-ի գիտի, կյանքի տղա է։ Ինքը ուրեմն չէր հասկանա, որ փող բաժանի կբռնվի, ինքը փող կբաժաներ։ Հո ձեր նման էշ չի, այն անգամ էլ եմ ասել։ Նիկոլ, հո ձեր նման էշ չի։ Հա որ ազատելներ, առաջվա նմաններ չեն բացառում, առաջ մեր իշխանության ժամանակ փող բաժանել են, չեմ կանգնասի չեն բաժանել, այո բաժանել են այն ժամանակ, բայց հիմա որ բաժանողին գիտես բռնում են, ոնց կբաժանի, էլի խելացի մարդ, ասենք այդ բոլոր մեր ընդդիմադիր ղեկավարներն էլ սաղ էլ խելացի մարդիկ են, ոնց փող կբաժանեն, երբ որ գիտեն, որ բաժանեն բռնելու են, չեն բաժանում, մարդկանց գլխին սարքում եք, բռնում եք, բա որ բաժանեն ոնց կբռնեք, դա պարզից էլ պարզ է։ Ոնց իրանք Մարիամ ջան, չես կարա մի հանցագործություն դու անես, այսօր մեր պետության մեջ ու ցանկացած նորմալ պետության մեջ, որտեղ որ պետությունը գործում է, չես կարա հանցագործություն անես, որ պետությունը ուզի բռնի ու չբռնի։ Էդի չեն հասկանում մարդիկ։ Արման Սահակյանը էդի չէր հասկանում, որ պիտի բռներ փող բաժաներ։ Ուզում ասեմ, այդ ամեն ինչը իրանք են սարքում, փող բաժանել չկա, իսկ իրանցը, նայեք Մարիամ ջան, հələ ես ու դու մի հատ անկեղծ խոսանք, էլի ուզում ես կամերաները անջատենք անկեղծ խոսանք։ Մի հատ դեպք լսել ես փող բաժանելու։ Մի հատ չեք լսել, անհնար է լսածել եք։ 1000 հոգու հետ շփվել եմ, մի տեղից չլսեցի, որ ասում են դավո փող են բաժանում կամ դավո մենք ենք ուզում փող, ոնց որ առաջ էին ասում, մեր ոնց որ ասում ով շատ փող տա նրան ենք ընտրելու։ Այդ դրվածքը ժողովուրդներ դրե։ Ասում ով փող տա, ժողովուրդը իր ձայնը ծախում էր։ Իմ համար ձայնը անգին է, կոնկրետ իմ համար, բայց մարդկա իր ձայնը ծախում է։ Այն ժամանակ այդ դրվածքը դրել է ժողովուրդը, բայց հիմա այդ չկա, որովհետև որելներ կտենան մի հատ դեպք գոնե կտենայինք։ Իսկ հակառակը ես ձեզ ասեմ, Մարիամ ջան, հազարավոր դեպքեր եմ տեսել, բացապաշտկարա, թե ոնց են մարդկանց ճնշում, ոնց են մարդկանց վրա ճնշում գործածում, ասում կգանց կամ Նիկոլին կընտրես կամ ընտրության չգաս։ Այս ճնշումները բոլորն են տենում, բա տենց մեկին խիչ եք բռնում։ Եթե դու ասես իրանք ճղում են փող բաժանողները պիտի պատժվեն, յանը իրանք նենց արդար են, էլի։ Բա փող բաժանողին որ պատժում ես, մարդուն պրամո ճնշողին խիչ ես պատժում։ Ով որ մարդուն ճնշելա, զորելա, ստիպելա, կգաս Նիկոլ կընտրես։ Չկամ էլ ընտրության չգաս։ Հազարավոր տենց դեպքեր կան, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր տենց դեպքեր կան։ Չգիտես Նիկոլ, այն անգամ ասել եմ, հիմա էլ ստեղից եմ ասում, սպեցլուժբաների հանձնարարի, եթե դու յանի չգիտես, թող կան քեզ զեկուցեն։ Մի օր հետո երկու օրը թող կան զեկուցեն, տես որ կգան իմ նույն բաները կասեն քեզ, ինչ որ ես եմ ասում, այո, ուժեղ բռնաճնշումներ ա տեղ ունեցել։ Յանը ինքը չգիտի, էլի։ Յանը իրա հրամանով չի եղել էդ, էլի։ Հիմա Մարիամ ջան, կներեք մի հատ sense բան ասեմ, էլի նայեք տեսեք։ Իրանց ճխում են, յանում իրանք դեմոկրատ են, այդ հարցը հիշեք կտակ։ Յանում իրանք դեմոկրատ են, ժողովրդավար են ու իրանց վրա ազդում է, որ փող են բաժանել։ Բայց իրանց վրա չի ազդում, որ մարդկանց ստիպել եք
տարբեր տեսակի ռեպրեսիաներով մարդկանց տարելեկանտրության ընտրել են Նիկոլին։ Լրիվ նույն բանն է, ոնց որ Մարիամ ջան, կներեք այս բանից համար, ժողովուրդ ջան, կներեք, ոնց որ ասենք մարմնավաճառի բանից օգտվես, փող տաս, օգտվես մարմնավաճառի բաներից, ծառայություններից, մեկ էլ նույնն է, որ բռնես բռնաբարես։ Հիմա դուք բռնաբարում եք ժողովրդին, բայց ասում եք այն մեկը փողա տվել, այս մարմնավաճառին տարելա, շինելա, կներեք այս բառից համար։ Այդ որ փողը նույնիսկ տվել է, այդ մարմնավաճառը ուզում է, դա իր ծառայությունն է, բայց ոչ ոք չի ուզում, որ իրան բռնաբարեն։ Ասկե բռնաբարողն է ավելի վատ, թե մարմնավաճառին փող տվողը։ Անտե շատ կարաս ասես փող ես տալի մարմնավաճառին, բեր հարկ մուծի։ Բայց դե բռնաբարում ես, էսի ամենայն վատ բանն է, որի համար ամենամեծ պատիժն է հասնում, թե օրենքով, թե ասենք փողոցային օրենքով ու կալանավայրերում բռնաբարողներին սաղս գիտենք ինչ են կան, որտեղ դա չի ընդունվում մարդկանց կողմից։ Այ դուք բռնաբարել եք մարդկանց։ Դուք բռնաբարել եք մարդկանց, բայց այն փող տվողին, իբր փող տվողին, որ էդ էլ չկա մարմնավաճառին, դատապարտnek ասում եք, պիտի պատժվեն, մինչև մյուս ընտրություն պիտի բերդում մնան դրանք։ Որ էդ էլ եք սարքի, էդ էլ չկա։ Բայց նույնիսկ այդ շատ մեղմ բան է բռնաբարությունից, որը որ դուք անում եք։ Մի հատ բռնաբարողը չտեսա բռնես, արա։ Սաղին բռնաբարի կարա, քանի 100,000 մարդ բռնաբարիկ, որ գան ձեզ ընտրեն։ Չակերտավոր բռնաբարելը բնականը։ Չեմ ասում ուղիղ իմաստով։ Չի հաղթե, Մարիամ ջան, այդ գոռմա իր թույլությունից է գոռում։ Եթե ինքը իրոք տենց միանձնյա հաղթեր, ինքը մեծահոգի 18 թվին բախի չէր տենց ասում։ Խաղաղություն, սիրո այդ սիրո համերաշխությունը խի դարավ դրուկ սատկացնելու վերածվեց, որտեղ արդեն էլ ուրիշ բան իրան չի մնացել։ Ինքը մենակ այդ մեթոդները պետական ապարատի ուժային մեթոդներով կարա մենակ ճնշի ու իր իշխանությունը պահի։ Այ դրա համար էնի դարավեսի։ Եթե մարդը հաղթում է, իրոք հաղթմանա դառնա մեծահոգի, իրոք էլ ներում է։ Հասկանում եք։ Ասենք իր հակառակորդներին չել ցավացնում, որտեղ նա հաղթել է, էլի, ինչ ցավացնես։ Հաղթանակը տենա ցավ է, էլի։ Հասկանում եք։ Իսկ հիմա ինքը ստիպված տենց անի, ստիպված, որովհետև ամեն վարքան էսը մի ինքը զորով իշխանությունը վերցելա, զորով մեծամասնությունը կազմել, բայց ամեն վարքան կարա փոխվի, չէ։ Ինքը գիտի չէ, որ 700,000 մարդ 700,000 են իրան դեմ քվյարկե։ Այդքան դեմ են քվյարկե, իսկ իրան քվյարկողների մեծ մասն էլ զորով է քվյարկե։ Այդ ինքը լավ հասկանա, չէ։ Այսինքն պայթյուն ամեն վարքան կարա լինի։ Ամեն վարքան կարա պայթյուն լինի։ Ինքը պիտի գնա ռեպրեսիաների, ինչքան հնարավոր է պահի իր իշխանությունը ռեպրեսիաներով։ Այ դրա համար պետք է շարունակվեն այս բռնաճնշումները, քաղբանտարկյալների թիվը կավելանա։ Էդի նորմալ է սրանց պարագայում։ Ես ոչ թե մենակ շատ եմ խոսել, այլ առաջի մարտը ես եմ եղել, որ դա ասել եմ, ձեր մոտից էլ 21 թվին է վաղտից ձեռ էին առնում։ Եվ հիմա մենք այն իրականության մեջ ենք, որ վերջերս Օրդուբադում այսպես արևմտյան Ադրբեջան ճակերտավոր հավաքվել էին իրենցով եւ խոսում են այսպես նաեւ սպառնալիքները ավելի են միանշանակ, դա մենք բոլորը ասել ենք։ Իրենց ճակերտավոր հայրենի հողեր վերադառնալու Դա մենք սաղ կանխատեսել ենք։ Ես առաջի մարտն եմ եղել, որ դրա մասին խոսացել եմ 21 թվին, այն ընտրությունների ժամանակ, հենց ընտրությունները չեր եղել։ Երբ որ ստենմի որ կարա Նիկոլը վերընտրվի, ես դրա մասին զգուշացրեցի։ Հիմա Նիկոլը կանգնի այդ ձևի մարդկանց, որ դե հիմա բոլորն են արդեն խոսում, էլ մենակ ես չեմ խոսում, բոլորն են դրա մասին խոսում, որտեղ բոլորը տենում են արդեն էդի կոնկրետ քայլերը տենում են Ադրբեջանի կողմից, ու հիմա Նիկոլը կանգնած ասում ադրբեջանական թեզեր եք տարածում։ Նիկոլ, ադրբեջանական թեզեր չենք տարածում։ Մենք փորձում ենք կանխենք Հայաստանի ադրբեջանացումը։ Իշխանությունը դու ես, մենք խոսում ենք, վաղը չեմ ուսորը կգանց թե թուրքերը կբերես կլացես, կասես անդիմություններ մեղավոր, որտեղ խոսում է։ Իշխանությունը դու ես, ինչ կապ ունի մենք ինչ ենք խոսում։ Դու էլ մեր բոլորին ադու ոչ մի թուրք չբերես թե։ Ոչ մի թուրք, այն վաղ 18 թվին, որ դու եկար իշխանության։ Մենք ասում ենք, սա եկել է հողերը հանձնելու։ Կոնկրետ ես ասում եմ, սա որ ուզել չի կարա հող պահի։ Սա Արցախ պահող չի, սա պետություն պահող չի։ Դու այն վաղ ասում ես, տեսեք ինձ ինչ են ասում, չէ։ Դե դու էլ սաղի սինադու Արցախը պահիր։ Սաղի սինադու Արցախը պահիր, մատաների սաղիս։ Ուրախ կլինենք մենք։ Հիմա այդ նույն վիճակն է մենք տենում ենք, որ թուրքերը գալու են ստե ու դու դեմը չես առնում դրանց։ Դու դրանց դեմը չես առնում։ Չփորձեք պայքարենք դրա դեմ։ Սուսուփուց նստենք, որ թուրքերը կան, հետո էլի դու մեզ մեղադես, ասես բախի մեկը չէր բարձրաձայնում։ 21 թվից ես բարձրացանում եմ, որ թուրքերին բերելու է Հայաստան Երևան, 21 թվից։ Եվ քաղաքական դաշտում ինձ ձեռ էին առնում, դաժե մերոնք։ Ստեի մեր քաղաքական այսօրվա շատ խոսացողներ։ Ձեռ էին առնում այդ ասելուց, բայց ես ասում եմ, գալու են, Ալիևը կանգնելու է, ասի,
ում քշել եք Երևանից, թող պիտի հետ գան Երևան, ով էլ Բաքվից է գնացել, թող հետ գա Բաքու, էդ էլ կասի, ու դա էլ կասի ալևը, բայց ոչ մի հայ չի գնա Բաքու, բնականաբար իրանք կգան ստեկելստեն ու Հայաստանը կվեկալեն, դա պիտի թույլ չտանք, դրան զուգահեռ, ինչ պետք է անենք հիմա մենք, Ղարաբաղյան շարժումը ասես ստոպ է եղել, ոչ, Ղարաբաղյան շարժումը ավելի մեծ ուժով պիտի սկսենք ակտիվացնենք Ղարաբաղյան շարժումը, իհարկե Ղարաբաղյան շարժումը սրա հետ կապ չունի, առանձին շարժում է, ու պլյուս դրան պետք է մի հատ էլ ակտիվացնենք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի շահերի շարժում, ու հետո դեմ տանք էսի իրանց այդ ասած արևմտյան Ադրբեջանը, ասենք այն էլ ուրեմն արևելյան Հայաստանը, դեմ տանք դրան ու ասենք ոչ մի հայ պիտի Ադրբեջան չգա, ոչ մի թուրք էլ պիտի Հայաստան չգա, իսկ Ղարաբաղի թեման, Արցախի թեման առանձին թեմա է, որովհետև եթե ուզում եք դուք միջազգային կառույցներն էլ տեսի կանաց բացատես, ոչ թե սուսուփուզ նստես տեղը, ասես մենք Արցախի անուն չտանք, որ նրանք էլ արևմտյան Ադրբեջանի անուն չտանք, նրանք արևմտյան Ադրբեջանը տալիս են պետական ծրագիր է, մինչև եվրոպական սաղ կառույցներն էլ բարձրաձայնում են։ Դու որ սուսուփուս նստես, եվրոպական կառույցների աջակցությունն էլ իրանք կստանան։ Դրա համար ինչ պետք է արվի, եվրոպական կառույցների պիտի ասվի, Ղարաբաղը առանձին թեմա է, Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է այնքան ժամանակ, քան դեռ Ղարաբաղը անկախ չի։ Էդի է։ Մնացած Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի տեղի հայերի, շահերի համար է պետք է շարժում սկսվի, ու սա դեմ տանք, այս նրանց արևմտյան բանի Ադրբեջան շարժման ու ասենք ոչ մի թուրք պետք է ստե չգա, ոչ մի հայ չգնա անդե, որովհետև եթե դուք ուզում եք որ ստե խաղաղություն լինի, պետք է ոչ մի թուրք ստեղ չգա, մենք չենք կարա թուրքերի հետ նույն պետության մեջ Հայաստանում կամ Ադրբեջանում ապրենք, չենք կարա, ժամանակ առ ժամանակ արուն ենք թափելու, ժամանակ առ ժամանակ, դրսից էլ կսրեն, նույնիսկ եթե հեչ բան չլինի, կսրեն մի հատ միջազգային ազգերի մեջ այդ բախում կհելնենք իրար փոր կթափենք։ Եթե դուք ուզում եք իրականում լինի խաղաղություն, ոչ մի թուրք պետք է ստե չգա, ոչ մի հայ էլ Ադրբեջան չգնա, իսկ Ղարաբաղը առանձին թեմա է։ Տուրիստ վաղը չեմ ուսերը, որ բարիշենք, Ղարաբաղի հարցը լուծվի, Ղարաբաղը անկախանա, նորմալ հարևաններ ենք, թող իրանք գան ստե, ով որ ապրել է ֆռայեթա որպես տուրիստ, մենք գնանք անդե Բաքու ֆռան գանք որպես տուրիստ, դա ուրիշ է, բայց ոչ թե գան ստե բնակվեն, առս իրանց, հասկացաք։ Եթե օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ ուժերին հանել հրապարակայից 5 տարի ող լաց եւ ողնոց էին լսելու այն մասին, որ այդ ընդդիմադի ուժերը գալու էին, հաղթելու էին եւ մենք դա նրանց թույլ չենք տվել։ Այ հենց այսպես պետք է ընտրակաշարքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա այլ կաշիները քերթվելու է։ Բոլոր ընտրակաշարք բաժանողներին է։ Բոլորին ու այո պարոն Խոսացի սրա մասին։ կոնկրետ ընտրակաշարք բաժանողներին է, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել։ Կաշիները քերթ։ Լավ, պարզը անջատ է խոսում, Այո, ձեր աչքի առ։ Պարզը։ Ուրեմն ես սրա մասին ասեցի հիմա նորից նույնը ասեմ, Մարիամ ջան, որ պետքա կաշին, մենք էլ ժողովրդի ձայնը բռնաբարողի կաշին ենք քերտելու։ Ես էլ ասեմ, ես էլ ժողովրդի ձայնը բռնաբարողի, հայ ազգին բռնաբարողի կաշին եմ քերտելու, որովհետեւ դուք եք արեք կապան։ Ընտրակաշարքը նախ չի եղել ընտրակաշարք, նորից եմ ասում, անդիմության մեջ էշեր չկան, էշ չդուք եք, էշ չկա, որ էթա զորով ասի եկեք ինձ բռնեք։ Հա, որ նորմալ պայմաններ լիներ, ոնց որ առաջ եղել, որ իշխանությունները թույլ տային, իշխանությունը որ թույլ տային, այո կբաժանեին։ Առաջ եղել է բաժանել, չեմ ասում, բայց հիմա քանի որ դրա համար բռնում են, ոնց կարող է պատահի ընտրակաշարք բաժանեն։ Բայց նույնիսկ ընտրակաշարք բաժանել, եթե համեմատում ես մարդկանց ստիպելով ընտրության տանելու, շատ մեղմ բան է։ Նորից եմ ասում, ոնց որ մարմնավաճառին փող տաս, էդի համեմատես բռնաբարելու հետ։ Դուք մարդկանց ձայները բռնաբարել եք, դուք մարդկանց բռնաբարել եք, այդ ձեր կաշին ասма քերթել, ձեր կաշին պիտի քերթենք, վաղը չեմ իսուրա հայ ազգա։ Այդ ում ձայնը որ բռնաբարել եք, ատամները սրած սպասում է եփածեց քերթելու։ Ատամները սրած կատաղած են, որ սաղին տուն արտուն մտել եք, վախացել եք, սպառնացել եք, ասեք կամ կգաս Նիկոլ կընտրես կամ ընտրության չգաս։ Դրանք ձեզ քերթելու են, այսօրը հիշի, քերթելու են ատամներով խզարելու Ձեր կաշին ատամներով են քերթելու։ Այսօրը հիշի։ Ես ասում եմ մարդկանց հետ շփվելով մարդկանց մեջի զայրույթն է, որը մի օր պայթելու է։ Ասեք Մարիամ ջան։ Տեսել եմ էսի, տեսել եմ։ Դե էսի
Տեսա հաբրգել են արդեն, հաբրգել են, փողոց շիչած մարդիկ դզում է իրանց, վլաստունեն դզում է իրանց փողոցի տղա լինելը, հասկանում եք, ես կասեմ սա մասին։ Մերոնց կասեմ, սրա մասին միշտ խոսացեմ, այն պուճուր վաղ, որ մենք կռիվ ենք անում, երեխա վաղ, ես որ ինձ նեցերնում ծեծմին, իմ մեծեր ինձ ասում են, ուժեղացի դու իրանց ծեծի, այդ մի պարապ մի, ես էի բռնում ծեծում։ Հիմա անդիմություն ջան, ես մեր դեպուտատներին 1000 անգամ ասել եմ, նույնն էլ կասեմ ավականներին։ Ուժեղացեք, դուք իրանց ծեծեք։ Ուժեղանալու համար ինչա պետք, նախ ֆիզիկապես ուժեղ եղեք, պետքա որ մենք դուք ավելի շատ, մենք ավելի շատ լինենք, թե պարլամենտում կամ գոնե շատ քիչ զիջենք իրանց, թե պարլամենտում, թե դե հա, խուլիգանությունն է, այդ խուլիգանությունն է, բայց իրանց դեն պետքա խոսած այդ նույն լեզվով։ Մարիամ ջան, հարձակվում են, բայց միշտ ինչ եմ ասում, մտում 5 տարի մեր դեպուտատներին sense չեն ծեծել ազգային ժողովում։ Ու ես միշտ ասում եմ, ուժեղ տղեկ տարեք այնտեղ։ Ուժեղ տղեկ կռիվանողներ, ձեր մոտից 1000 անգամ ասել եմ, չեմ ասում կռիվ դուք սկսեք, կռիվ սկսեք դուք, անդիմություն ջան, ձեզ կբռնեն միանշանակ, բայց կամերաների առաջ པարզերևում ով է կռիվը սկսում։ Ստեղ տեսա, ես այն կռիվը սկսեց այն շիշ գցողից։ Մեկը շիշը շպրտեց, կռիվը սկսեց։ Մինչև այդ բարերով է փոխհրաձգություն, բարերի փոխհրաձգություն էր գնում։ Շիշը շպրտեց, կռիվը սկսեց։ Հիմա որ այդ շիշը շպրտողին մեկը ինձ բենիտար նակաուդաներ։ Կարային ասեն խի խփիր։ Շիշը խծած, ուզում ասեմ, པարզերևում է կամերաների առաջ, པարզերևում է կռիվը ով է սադրել։ Ես չեմ ասում դուք կռիվ սադրեք, մի սադրեք, բայց եթե ձեզ խփում են, դուք ծեծեք։ Դրա համար դի ուժեղ լինեք ֆիզիկապես։ Իսկ որ խուլիգանությունն է, ես խուլիգանություն էլ չէի ասել, լպիրշությունն է։ Սա լպիրշությունն է։ Հələ խուլիգանները, Մարիամ ջան, խուլիգանները դուխով մարդիկ են։ Պրիրոդնի դուխավիկներ են իրանք, вообще խուլիգան տեսակը փողոցում, նրանք դուխա բեսպրիձելները խուլիգանները փողոցում։ Դուխով մարդիկ են, որ ոչ մեկից չեն վախում, բայց ճիշտ էլ չունեն, ճիշտ հասկացողություն էլ չունեն, բայց դուխավիկներ են։ Իսկ սրանք, որ դուխով չեն, մենք դա գիտենք։ Սրանց փողոցից, մենք փողոցին սրանց ոչ ոք չի ճանաչում, այս տարիքին հասած։ Այսինքն սրանք լպիրշներ են, որ են մի հատ հարուստ պապային ունեն, մեկ էլ մի հատ լակոտ, մի հատ Փասլանքոտ իրանից բան չներկացնող արդեն պապաուն իրան դնում է հարուստի թուլեք եք դուք սրանք հարուստի թուլեք են որ այս սաղ կյանքս այդ հարուստի թուլեկին որտե բռնել եմ կզծրել եմ որովհետև համ դուխս է հերիք է համ ուժս է հերիք է համ էլ մեջքս իրանց պապաներից ավելի պինդեղ է միշտ հարուստ չեմ եղել բայց մեջքս իրանց պապաներից էլա պինդեղ է որտե բռնել եմ կզծրել եմ հարուստի թուլեկին ինձ ճանաչողները կասեն կվկայեն Դուք հարուստի թուլեք լպիրշներ եք, հարուստի թուլեկը խուլիգան չեն կարող լինեն, որտեղ իրենք քաքլաններ են, հարուստի թուլեկը լպիրշներ են, լպիրշներ լկտի են, լկտիներ։ Դուք այդ լկտի լպիրշ հարուստի թուլեկն եք։ Մարիամ ջան, ուրեմն այս ամեն ինչը հանգեցնում է նրան, որ մենք մեր պետությունը կորցնելու ենք, որովհետև հակառուսական քայլերով մենք պետությունը տանելու ենք կորցնելուն։ Էսի ռուսը հիմա ինչ է անում։ Մի հատ թեթև մեզ հասկացնում է, որ առանց ինձ չեք կարա։ Եթե մենք չհասկանանք, ամենավերջում կանգնենք, ասենք, ախպեր, մենք պատրաստ ենք սոված մեռնենք, բայց ռուսի կողքը չլնենք, ուրեմն մենք ոչ թե մենակ սոված կմեռնենք, այլ երկու հատ բոմբ կգցի ռուսը, կասի դե արագ մեռեք, սովից էլ մի տանջվեք։ Սա կլինի։ Ռուսը մեզ հասկացնում է, այս կարգի տուպոյ ազգ, տուպոյ ժողովուրդ, որ հասկացնում եմ, արա, առանց ինձ չես կարող ապրես, կգցեմ ամենավերջում սոված կսատկացնեմ կամ կգցեմ քաթուստակ կտնորեմ։ Էդ է ռուսը մեզ հասկացնում, մենք չենք հասկանում։ Ղարաբաղի պատերազմը նոր եղավ, դաս չեղավ ձեզ արա։ Ղարաբաղը մենք կորցրինք հակառուսական քայլերի արդյունքում։ Դուք ընտրություն չունեք, որ մի հատ ուզում եք ընտրեք դեպի Եվրոպա։ Ուկրաինան էլ ուզում է թա Եվրոպա կարում, հա, չի կարում։ Ուկրաինայի օրն եք ուզում ընկնեք ամենավերջում։ Դուք ձեր ընտրությունը մենակ Ռուսաստանն է, կամ խելոք գնաք դեպի Ռուսաստան, կամ քաթուտակ ցիտելորի, այտենց սատկացնելով տանի դեպի Ռուսաստան։ Էդ եք ուզում դուք։ Ընտրեք։ Նեցել մի բանը որ ինձ ճակատագիր իրանք են որոշում։ Էս պետես տարածքի նախկին խորհրդային միության տարածքի ճակատագիրը որոշող է Ռուսաստանն է։ Ով փորձեց դեմելի կգցի քաթուտակ ոնց որ Ուկրաինային է գցե։ Սա էս պարզ հասարակ ճշմարտությունը դուք չհասկացաք, ու որ Ուկրաինային քաթուտակ է գցում, Եվրոպային ոչ մի բան, Ամերիկային էլ ոչ մի բան։ Մեզ էլ որ գցի քաթուտակն անց ոչ մի բան, լիժ բան ռսին, մի հատ թեթև վնաս տան։ Հիմա դուք խեք ուզում եք զոհը լինեք։ Դուք կամ տիլնեք Ռուսի ընկերը, եթե ճիշտ պերդես, կամ ռուսի ստրուկը, էտա ձեր ընտրությունը, հայ ժողովուրդ ու ներկայիս իշխանություն։ Մեր ընտրությունը էտա կամ պտինենք ռուսի ստրուկը կամ ռուսի ընկերը ընտրեք։
Կամ էլ պիտի ոչնչանանք։ Այս սա է։ Հիմա սրանով Մարիամ ջան, օրինակ իմ նման մարդու համար էս էլ պետք չի։ Բայց այն մի քիչ անխելքների համար, էսի պիտի սիգնալնի արա սոված կսատկենք։ Հասկանում եք, բայց եթե դա չեն հասկանում, ավելի վատ ձեր համար։ Վերջում ասում եմ, ամենավերջում բամբեշկով։ Էլ չեմ ասում որ թուրքին քսի կտա։ Աքսի չի տա է։ Թուրքը մի վարքյան հենց ջոգեց, ռուսը չի խառնում, կհոշոտի մեզ ոնց որ հոշոտեց։ Թուրքի համար հային սպանելը դա հաճույք է, դա նպատակ է, դա երազանք է։ Ինչքան հայ սպանի, դա իր համար նպատակ է, նպատակ իրականացում է։ Այդ շանսը հենց ունեցավ կսպանի։ Չեն հասկանում ես էլ որ հակառուսական քայլերով, ուրեմն այնքան տուպո են, նայում ես էլի, Ուկրաինան, որ այնտեղ մի փուճուր հաջողություն ունեն, ուրախանում են։ Այլ չեն հասկանում, որ արա, հենց Ուկրաինա սիրող մարդիկ, ես էլ եմ ուկրաինացիներին սիրում, որտեղ մարդ են, ամենավերջում մարդ են, ու պրիտոմ ռուս են, իրանք էլ են ռուս։ Եթե դու Ուկրաինայի լավն ես ուզում, դու պիտի տխրես, որ Ուկրաինան հաջողություն է ունենում այդ ճակատում, որտեղ ամենավերջում յադերնիով խփելու այդ յադերն բաում համար է պահած։ Յադերնիով խփելու ոչնչացնի։ Հիմա էլ որ թողում այդքան բոմբերը կան իրան, այդ իր ժողովրդին է նախապատրաստում, որ յադերնիով խփի ժողովուրդը չելնի Պուտինին չճղի։ Որ ընդհակառակը ժողովուրդը պանջասի արա, այս յադերնին պապուտը մարես պայ, ինչի մարես պայ, որ ամեն օր մեզ բոմբի տանեն։ Այ դրա համար է թողում որ այդ բոմբերը կան Մոսկվա ու չգիտեմ Ռուսաստանի խորքեր ընկնեն, որ ռուս ժողովուրդը Իրանից պահանջի յադերնի ու դար։ Ով է տեսե յադերնի համար մեկ ձերժավային 5 տարի առնակ ամանեն։ Տես բան տեսել եք։ Աբսուրդ է դա։ Կամ նույնն էլ Իրանի հետ։ Իրանը մեր բարեկամ, մեր եղբայր ազգն է, եթե խորանանք կարող է դաժե մենք մի ազգ ենք։ Իրանի լավը ես եմ ուզում, որ ասում եմ ամեն ինչ նենց ալնի, որ Իրանը դզվի հարաբերությունները Ամերիկայի հետ, որովհետև եթե Ամերիկայի հետ չդզվեց Իրանի հարաբերությունը, Ամերիկան կոչնչացնի Իրանին արա։ Մի հատ յադերնի ուդարը կխփի կոչնչացնի, Իսրայելը կխփի կոչնչացնի։ Կամ Ամերիկան կխփի դեղել ժողովուրդը կելնեն բունտ կանեն, Թրամփին կիմպիչմենտ կանեն, Թրամփին կփոխեն։ Всё Իրանը կործանվեց։ Ուստի պատկասեք Թուրքիայի դիրքերը։ Իսկ որ Իրանը հզոր մնաց, տեղի պապան Իրանն ալնելու, դա մեզ շատ է ձեր տալի։ Սա կասեմ սրա մասին, նույնն էլ ասենք Ռուսաստանի վերաբերյալ։ Չի կարա ոչ ռուսը պարտվի, ոչ էլ ամերիկան։ Մարիամ ջան, այսի սանք չեն կարող հասկանան։ Իսկ ռուսը գծել է նախի խորհրդային միությունը իմ տարածքն է։ Հիմա դուք հակառուսական քայլեր չեք կարող անեք, ինչքան անեք ձեր համար է վատ լինելու։ Ես կուզեմ Հայաստանն լինի աշխարհի ամենահզոր, ամենահարուստ, ամենամեծ ուժեղ զինուժը ունեցող պետությունը, բայց իրականությունը այլ բան է, չէ՞։ Դու ո՞նց կարաս ռուսի դեմ հելնես։ Ես էլ ձեզնից եմ շնորհակալ։